Շարունակվում է առավոտ լուսոն եւ մեր այսօրվա օրը կարծես սկսվել է մշակութային տարբեր իրադարձությունների մասին խոսելով ու հենց այդպես էլ շարունակվում է, բայց այս անգամ գալիս ենք արդեն Երևան ու վստահ եմ շատերդ գիտեք, որ մայիսին Հայաստան առհասարակ եւ Երևան եւ շատերդ վստահ եմ գիտեք, որ մայիսին մի շատ կարեւոր մշակութային եւ միջազգային օր կա, այն թանգարանների միջազգային օրն է մայիսի 18-ին եւ սովորաբար դրա նախօրեին կամ հենց այդ օրին մեզ մոտ լինում է նաեւ թանգարանների գիշերը, որը իր դռներն է բացում, բոլոր թանգարանները իրենց դռներն են բացում մեր հայրենակիցների առաջ եւ հնարավորություն տալիս այն ինչը մենք մինչեւ այս չէինք հասցրել տեսնել, ուսումնասիրել, վերջապես տեսնելու եւ վայելելու։ Եվ թե ինչ նորություններ են սպասվում այս տարի մայիսի 17-ի գիշերը թանգարանային գիշերվա ընթացքում եւ մայիսի 18-ին կիմանանք հենց հիմա մեր հյուրերից։ Մեր տաղավարում են Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Արմենուհի Ավետիսյանը, Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի տնօրեն։ Բարի լույս։ Ուրախ ենք առավոտը սկսել ձեզ հետ եւ խոսել այս շատ կարեւոր եւ արդեն շատ սիրված օրերի մասին, թանգարանային օրերի մասին։ Ինչպես են անցել նախորդ տարիներին Հայաստանում, եթե վերցնենք ամբողջ վիճակագրությունը Հայաստանի թանգարանների։ Կարծես ամենասիրելի օրերից մեկն է նաեւ մեր հայրենակիցների։ Նախ կրկին բարի լույս, անկախ եղանակից միշտ հաճելի է գտնվել ձեր լուսավոր տաղավարում եւ եւս մեկ առիթ բարձրաձայնելու թանգարանների մշակութային այդ կարևորագույն կառույցների այսօրվա ստանձնած դերի եւ առաքելության մասին եւ արդեն ինչպես նշեցիք, այո, սա ոչ միայն երևանյան, այլ համահայաստանյան, ես նաեւ կընդլայնեմ աշխարհագրությունը համաեվրոպական միջոցառում է, որը սկիզբ է առել դեռևս 1977 թվականին թանգարանների միջազգային խորհրդի կողմից եւ նպատակ ուներ բարձրացնելու թանգարանների դերը որպես արդեն այդ աշխարհին ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարևորագույն կառույցներ եւ նաեւ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը թանգարանների ստանձնած առաքելության մասին եւ Հայաստանը արդեն ավելի քան 3 տասնամյակ միացել է իհարկե թանգարանների միջազգային օրվան դեռևս խորհրդային տարիներից, բայց 2005 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարության եւ նաեւ թանգարանների միջազգային խորհրդի կողմից ուրեմն նախաձեռնվեց արդեն թանգարանների գիշեր այդ համաեվրոպական ակցիան, որին 2007 թվականից նաև միացել է Հայաստանը։ Եվ այո, մայիսը թանգարանային է, այսպես կարող ենք նշել, այդ երկու օրերին ֆիքսված մայիսի 18 եւ դրան մոտ ուրեմն շաբաթ օրը մեր բոլոր թանգարանները ամբողջ օրերի այդ ընթացքում բացում են իրենց դռները հասարակության եւ մեր թանգարանային այցելուների առջև, առաջարկելով բազմաբովանդակ եւ տարբեր ծրագրեր, ցուցադրություններ, կրթական, համերգային ծրագրեր եւ կարծում եմ իսկապես արդեն 2 տասնամյակ գրեթե ես առնվազն ներգրաված եմ այդ ծրագրերին, թանգարանային տոն է դառնում թե Երևանը եւ թե ուրեմն մարզերը։ Այս տարի նույնպես մեր ավելի քան 100 թանգարաններ միացել են Երևանից, այնպես էլ մարզերից, թե պետական ենթակայության մասնավոր համայնքային մեր թանգարանները միացել են եւ հարյուրավոր միջոցառումներ կան նախատեսված այցելուների համար, որոնք այսօր արդեն հասանելի կլինեն նաեւ Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության կայքեջում, այնպես որ անկախ տեղավայրից եւ իրենց նաեւ նախասիրություններից ելնելով կարող են ծանոթանալ եւ այդ երկու օրերի ընթացքում այցելել թանգարաններ, վայելել այն նոր միջավայրը, նոր ծրագրերը եւ ցուցադրությունները։ Արմենուհի, խոսենք նաև մասնավոր արդեն ձեր թանգարանի մասին եւ ինչ է նախորդ տարի ցուցանիշներով տվել այս թանգարանների գիշերը, ինչ է սպասվում այս տարի, ինչ փոփոխություններ եւ նորարարություններ կան։ Շատ բարի, շնորհակալ եմ նորից հրավերի համար, ասեմ եւ հիշեցնեմ, որ այս տարի հոբելյանական է, Իսահակյանի ծննդյան 150-ամյակն ենք տոնում եւ թանգարանը մեծ շուկով այսպես նախապատրաստվում է, անցած տարի ունեցանք շատ գեղեցիկ միջոցառումներ եւ շատ այցելուներ, այս տարի ունենք ցուցադրության բացում, թանգարանի գրական հատվածի նոր ցուցադրության բացումը տեղի կունենա, որն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ անհատ բարերարների
եւ շատ հետաքրքիր ցուցադրություն ենք ունենալու։ Այստեղ լրիվ ուրիշ Իսահակյան ենք տեսնելու, լրիվ նոր Իսահակյան ենք բացահայտելու մեզ համար։ Փորձել ենք այնպես անել, որ Իսահակյանի կերպարը ավելի մտերիմ եւ ավելի հարազատ լինի բոլորին, անկախ տարիքից, եւ շատ հետաքրքիր ժամանակավոր ցուցադրություն ունենք, Իսահակյանի ժամացույցներն ենք ցուցադրելու։ Իսահակյանը եւս հետաքրքրված է եղել ժամացույցներով եւ այո, հավաքածու է ունեցել եւ հետաքրքիր է Իսահակյանը եւ ժամանակը այս խորագիրը եւ այս փիլիսոփայական խորագիրը ժամացույցները։ Այո, բոլորին հրավիրում ենք բացահայտելու Իսահակյանի աշխարհը եւ Իսահակյանի ժամացույցները աշխարհը նաև, ինչու ոչ։ Ունենք շատ հետաքրքիր ծրագրեր, ողջ տարին Իսահակյանի տուն-թանգարանը իրականացնում է բազմապիսի ծրագրեր, որոնց կուլմինացիան կլինեն հենց թանգարանի գիշերը։ Իրականացնում ենք նախաձեռնություններ, որոնք ուղղված են ներառականության խթանմանը, այսպես տարածմանը եւ այնպես ենք անում, որպեսզի ծրագրերը թանգարանային հասանելի լինեն բոլորին։ Այո, ունենք Նորքի տուն ինտերնատի ուրեմն շահառուների կողմից պատրաստված ներկայացում թանգարանի այգում, ունենք շատ հետաքրքիր ներառական ուրեմն ծրագիր, էքսկուրսիան վարելու են կապկու ուսանողները, որոնք մեր թանգարանում անցնում են ուսումնական պրակտիկա եւ շատ կարեւոր է սա մեզ համար, որպեսզի նաեւ տանք հնարավորություն երեխաներին հետագայում աշխատելու, ինչու ոչ նաեւ թանգարանային ոլորտում, ունենք ծրագրեր, ինստալացիոն ծրագրեր ունենք ժամանակակից մոտեցմամբ, այգում Իսահակյանի հրաշք այգում երեկոյան կարող եք ջազ վայելել, սաքսոֆոնային երաժշտությամբ, որքան բազմաբովանդակ եւ դասական երաժշտություն արդեն դահլիճային հատվածում։ Այնպես որ բոլորին հրավիրում ենք Իսահակյանի տուն-թանգարան այս հոբելյանական տարում։ Այո, սիրով մենք էլ ենք միանում հրավերին եւ խոսենք նաեւ թանգարան նախարարություն կապ եւ համագործակցության շղթայի մասին, ինչպես է իրականացվում եւ հայտերը գալիս են թանգարանից, թե ավելի շատ նախարարությունն է առաջարկում ծրագրեր, այս համագործակցությունը եւս շատ կարեւոր է, որ սերտ ու ամուր լինի։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, որպես ոլորտի լիազոր մարմին, իհարկե նախարարությունը անմիջապես ներգրավված է թանգարանների հենց ոլորտի քաղաքականության մշակման եւ բարեփոխումների իրականացման տեսանկյունից, եւ այս շրջանակում կարող ենք նշել, որ 2024-25 թվականը իսկապես շրջադարձային է եղել բոլոր տեսանկյուններից։ Դա կլինի թե օրենսդրական, ինստիտուցիոնալ, միջազգային համագործակցության նոր ենթակառուցվածքների ներդրման, գիտենք, որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ ընդունվեց թանգարանների մասին օրենքը, որը նոր հնարավորություններ եւ նաեւ կարգավորումներ է մտցնում ոլորտում, նաեւ կցանկանայի միջազգային համագործակցությունը հետ կապված շեշտել, որ կրկնակի եւ շեշտակի մենք նաեւ նոր հնարավորություններ եւ համագործակցության առիթներ ենք ունեցել, Անահիտի ցուցադրությունը կարծում եմ բուրըն արձագանք է գտել բոլորի կողմից եւ մեծ ամենաայցելված այո թանգարանը, բայց նաեւ կցանկանային գծել ենթակառուցվածքների հետ կապված մեր ուրեմն բարեփոխումները, դրանց թվում հատկապես կցանկանայի շեշտել էլեկտրոնային տոմսային միասնական համակարգի ներդրումը եւ այսօր գոնե նախարարության ենթակայության թանգարանները արդեն էլեկտրոնային տոմսերով հասանելի են, մարդիկ կարող են դրանք ձեռք բերել առցանց եւ արդեն առանց հպումի, ուղղակի մեկ հպումով մուտք գործել թանգարաններ։ Նաեւ մշակույթի զարգացման հիմնադրամը կարևորագույն ինստիտուցիոնալ մակրո բարեփոխում է, եթե կարող ենք նշել, որի նաև ստեղծումը միտված է աջակցելու կրկին թանգարանների հզորացմանը եւ այդ որոշ ֆունկցիաների արտապատվիրակումը հենց ուրեմն հիմնադրամին հնարավորություն կտա մեր թանգարաններին ել ավելի խորությամբ ընկղմվելու եւ ստանձնելու իրենց գիտահետազոտական եւ կրթական առաքելությունը։ Այս տեսանկյունից կարծում եմ մեծ իսկապես բարեփոխումներ են տեղի ունեցել, նոր ուրեմն վերաբացված ցուցադրություններով այս օրերին կներկայանա Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Իսահակյանը տուն-թանգարանը, նաև արդիականացված մշտական ցուցադրություն, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը, նաև Շարամբեյանի մեր թանգարանը, թե Երևանյան կենտրոնական մայր թանգարանը եւ թե շուտով նաև իր դռները կբացի երկարատև վերանորոգումից հետո Դիլիջանի Շարամբեյանի անվան մասնաճյուղը։ Կարծում եմ իսկապես մեծ աշխատանք եւ մեծ ուրեմն բարեփոխում
նորություններ են տեղի ունեցել ոլորտում, որոնք մենք այս օրերի ընթացքում նաև ականատեսը կդառնան մեր այցելուները։ Իհարկե մենք շատ արագ փորձում ենք պատմել ամեն ինչի մասին, ինչ տեղի է ունենում ոլորտում, բայց այդ աշխատանքի թիկունքում մեծ թիմ է կանգնած եւ նվիրալների, թե թանգարաններում մասնավոր աշխատակիցների, թե նախարարությունում եւ առիթն օգտագործելով նաեւ շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, որոնք նվիրալի նման աշխատում են թանգարաններում եւ իրենց գործունեությունը ծավալում են, որպեսզի թանգարանային ոլորտը առհասարակ զարգանա։ Եվ ձեր լավագույն շնորհակալությունը սիրելի հեռուստադիտողներ կլինի այն, որ հենց այս օրերին օգտվեք այդ հնարավորություններից, բաց դռներից եւ այցելեք թանգարաններ, մասնավորապես այն թանգարանները, որոնք մինչ այդ ձեզ համար անհասանելի են եղել, չբացահայտված են եղել եւ նույնիսկ տեղը կամ հասցեն չեք իմացել, գնաք, տեսնեք, ճանաչեք, բացահայտեք եւ դրանով իսկ հայտնեք ձեր շնորհակալությունը այն աշխատանքի համար, որն իրականացվում է։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ իհարկե հույս ունենք, որ կրկին կհանդիպենք ոչ միայն այս միջազգային օրվա շրջանակների նորությունները պատմելու, այլ նաեւ թող նորությունները շատ լինեն թանգարանային ոլորտում։ Սիրով հրավիրում ենք բոլորին։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք շարունակում ենք եթերը եւ շարունակում երաժշտությամբ։ Այո։